Հայաստանի Հանրապետությունում նոր կառույց, որը կզբաղվի հատկապես բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությամբ։ Այո, սխալ չեք լսել, ստեղծված իրավիճակում, երբ հայաստանյան իշխանությունը բոլոր մակարդակներում ժխտում է արցախցիների գոյությունը, վտանգավոր հռչակելով անգամ արցախյան մշակույթի հետ կապված թեմաները, սա իսկապես կարող ենք համարել սենսացիոն թեմա։ Ողջույն, ես Նորայր Հովսեփյանն եմ, իսկ սա հիմնական թեման է, որի մասին խոսելու ենք առաջիկա րոպեների ընթացքում։ Բայց մինչ հիմնական թեմաներին հասնելը շնորհակալություն եմ հայտնում YouTube-յան իմ ալիքի հին ու նոր բոլոր բաժանորդներին, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել, սիրով հրավիրում եմ այս նախաձեռնությանն աջակցելու համար էլ շնորհակալություն Իվան Ավանեսյանին։ Պաշտոնապես մեկնարկել է ապաստան հայցողների, բռնի տեղահանվածների և փախստականների իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի գործունեությունը։ Այն գործելու է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին առընթեր։ Նպատակն է դառնալ պետության, քաղաքացիական հասարակության, միջազգային գործընկերների և շահառուների միջև արդյունավետ երկխոսության և համագործակցության հարթակ։ Օրերս կայացել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ ձևավորված խորհրդի անդրանիկ նիստ, որը կազմակերպվել է ՄԻՊ հաստատության և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ։ Խորհուրդ է, որը գործելու է մարդու իրավունքների պաշտպանին առընթեր, փախստականների, ապաստան հայցողների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող։ Ըստ էության, խորհրդի հիմնական նպատակը փախստականների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնելն է կամ դրան նպաստելը։ Խորհուրդը ձևավորվել է մարդու իրավունքների պաշտպանին առընթեր և խորհրդի շրջանակներում ներգրավված են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ, այսինքն խորհրդի ամբողջ գաղափարն այն է, որպեսզի մենք այս ոլորտում իրավունքների պաշտպանության ու խթանման գործառույթը կարողանանք իրականացնել քաղաքացիական հասարակության գործընկերների և անկախ փորձագետների ներգրավվածությամբ։ Սրա հիմնական նպատակը նաև այն է, որպեսզի փախստականները բռնի տեղահանված անձինք ներգրավված լինեն իրենց վերաբերելի որոշումների կայացման գործընթացներում և նրանց ձայնը լսելի լինի իրենց վերաբերելի հարցերի քննարկումներում, ու խորհուրդը կարող է շատ լավ կամուրջ լինել պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ու հենց փախստականների ու բռնի տեղահանված անձանց միջև։ Հիմնականում ինչ է նշանակում, որ ասում եք իրենց վերաբերող գործառույթներ, իրենց վերաբերող հարցեր, ինչի մասին է խոսքը, մի փոքր բացեք, հա։ Իրենց վերաբերելի որոշումներ ասելով հասկանում ենք փախստականներին առնչվող տարատեսակ որոշումներ, բռնի տեղահանված անձանց առնչվող տարատեսակ որոշումներ կլինեն, դրանք օրինակ սոցիալական աջակցության ծրագրեր, իրավական ակտերի նախապատրաստում, նախագծում կամ իրենց հետ կապված պրակտիկայի զարգացում եւ այլն, որպեսզի այս բոլոր հարցերում նշված շահագրգիռ խմբերը ներգրավված լինեն որոշումների կայացման գործընթացներում ու նրանց ձայնը լսելի լինի։ Ի դեպ, կարևոր է փաստը, որ խորհրդում ընդգրկված են նաև այնպիսի կազմակերպություններ, որոնք ստեղծվել և ղեկավարվում են փախստականների ու բռնի տեղահանված անձանց կողմից։ Կփորձենք առաջիկայում կապ հաստատել նրանց հետ ու փորձել հասկանալ ու նաև ներկայացնել, թե ինչով է զբաղվելու խորհուրդը, ովքեր և ինչ հարցերով կարող են դիմել այս կառույցին։ Որքան ժամանակ կպահանջվի, որ Արցախից բռնի տեղահանվածները վերջապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանան։ Եթե արմատական որոշումներ չլինեն, այսինքն եթե գործընթացը շարունակվի այսօրվա տեմպերով, ապա այս գործընթացը ավարտին հասցնելու համար կպահանջվի էլի մոտ 10 տարի։ Այս պահին մոտ 80,000 արցախցի դեռ փախստականի կարգավիճակ ունեն։ Այս պահի դրությամբ կա մոտ 40,000 դիմում քաղաքացիություն ստանալու վերաբերյալ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը։ Գործ ենք ունեցել 115,000-անոց հոսքի հետ, երբ վերադառնում ենք 2023 և վերհիշում ենք, թե ամբողջական տեղահանությունից հետո ինչ պատկեր ունեցանք մենք Ղարաբաղից դեպի Հայաստան, և այդ ժամանակ է հենց այս որոշումը ընդունվել։ Այս պահի դրությամբ ունենք մենք մոտ 40,000 դիմումներ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ։ Շատ ընդհանրացված տարբերակով մնացածը դեռևս փախստականի կարգավիճակում։
Մարդու իրավունքների պաշտպանինքից նորաստեղծ խորհրդի աշխատանքը իսկապես մի փոքր դժվար է պատկերացնել, քանի որ պաշտպանական Երևանի մոտեցումները անփոփոխ են։ Սոցիալական ծրագրեր, խնդրեմ, կփորձենք ավել կամ պակաս չափով կարգավորել, գուցե կլինեն նաև նոր ծրագրեր, բայց քաղաքական թեմաների հետ գործ չունենք։ Կառավարության նիստից հետո Փաշինյանն է կրկին անդրադարձել այս թեմային։ Օրակարգում առաջնահերթը խաղաղությունն է, իսկ Արցախի հետ կապված ցանկացած հիշատակում դեմ է այդ խաղաղությանը։ Դեռ ավելին, պարզվում է Նախիջևանում Արևմտյան Ադրբեջանի հետ կապված համագումար է կազմակերպվել, քանի որ դրանից առաջ ավելի վաղ Հայաստանում ինչ որ մեծ միջոցառում է եղել։ Ամեն դեպքում, այսպես ասաց Փաշինյանը, չնայած մանրամասներին չանդրադարձավ։ Մենք մեր ճշմարտությունը ունենք եւ հավատում ենք այդ ճշմարտությանը, իրանք իրենց ճշմարտությունն ունեն եւ հավատում են իրենց ճշմարտությունը։ Սրա մասին չի խոսքը։ Խոսքը նրա մասին է, որ պետքա դադարեցնել։ Եվ իմ առաջարկած ռազմավարական գործարքը հենց դրա մասին է։ Հայաստանը եւ Ադրբեջանը պետքա իրար հանգիստ թողեն։ Հանգիստ թողելու ձևը Ղարաբաղի շարժումը չշարունակելը Հայաստանում եւ Ադրբեջանում է այս տրամաբանության հետ առնչվող գործողություն չանելը, որովհետեւ չէ, բայց այդ եմ ասում, բայց մենք խաղաղության համաձայնագիր ենք, չէ՞ նախաստորագրե, որտեղ ասել ենք, որ Ալմաթայի հռչակագրի հիման վրա ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը։ Հիմա հարց է հնչում, Հայաստանի Հանրապետությունը այս իրոք ճանաչում է, հիմա ընտրություններից հետո առավել եւս ժողովուրդն էլ վերահաստատեց դա։ Դրանից հետո հարց է ծագում, բայց ինչի՞ է խորհրդարանի դահլիճում Ղարաբաղի դրոշները դրած։ Այսքանը, ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ, կհանդիպենք։